Հունիսի 30-ն է, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշոր ասված համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական տարածքում, որտեղ ամիսներ շարունակ Մասիսի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել, որպեսզի այս կամուրջը հիմնանորոգեն, տեղադրեն պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ, սակայն ինչպես տեսնում եք, սայլը տեղից չի շարժվում։ Կարող եմ վստահաբար նշել, որ Մասիսի քաղաքապետարանը քաղաքապետ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ միայն դատարկ խոստումներ է տալիս այս կամուրջը հիմնանորոգելու, ամբողջությամբ շահագործման հանձնելու ուղղությամբ։ Փորձում էին մարդկանց մոլորեցնել, թե սա պիտի կատարվի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից, բայց պարզել ենք, որ սրա գործը դրված է Մասիսի քաղաքապետարանի վրա, այնպես որ հարգելի Մասիսի քաղաքապետ Նորայր Հակոբյան, այդ որ մարդկանց համոզում ես, թե դա իմ գործը չի, ճանապարհային դեպարտամենտի գործն է, մի փորձի մարդկանց մոլորեցնել։ Մասիսը ունեցել է ընտիր Մասիսի հոգսերով մտահոգ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որին միևնույն է ես ընդունում եմ, որ անհիմն տարան կալանավորեցին, ինչից հետո Մասիս խոշոր ասած համայնքում բարեկարգման աշխատանքները 70-80% կանգնավ։ Երանի եմ տալի, որ Մասիսը ունենա Դավիթ Համբարձումյանի նման քաղաքապետ։ Հիմա եթե Դավիթ Համբարձումյանը լիներ, նորեր էսի սարքե աշխատանքները, ինչքան աշխատանքներ է կատարվել Դավիթ Համբարձումյանի կողմից, մա այնպես տպավորություն չլինի, թե Դավիթ Համբարձումյանի գովքն եմ անում, այո, որ պետք լինի կանեմ, որովհետև ամենաուժեղ քաղաքապետերից մեկն է եղել Մասիսի, իսկ ներկայիս քաղաքապետ Նորայր Հակոբյանը միայն թողնես հայտարարություններ անի, այն էլ դադարք հայտարարություններ։ Ով է տեսել 21-րդ դարում ամիսներ շարունակ կամուրջ հիմնանորոգեն, այն էլ մի փոքր կամուրջ։ Շաբաթներ առաջ էր ամբողջ հանրապետությունը ցնցվեց Վանաձորում երկաթե կամուրջ հանդիսացող այդ վայրում երկու հրեշտակների ողբերգական մահվան մասին լուրը լսելով, երբ ջրասուզակները, փրկարարները, համայնքային ու քրեական ոստիկանները Լոռու մարզում որոնական պարեկները, ՈՄԱ-ի անդամները, կամավորներ փնտրում էին այդ երկու հրաշքների մարմինները, ի վերջո ուժեղ ջրասուզակ, մարդ մեծություն, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը կարողացավ հայտնաբերել երեխաների մարմինները ու հետո ապամոնտաժվավ այդ կամուրջը, այդ մահաբեր կամուրջը։ Հիմա այդ նույն վիճակը նաև այստեղ է, այս կամուրջին ինչա, երևի թե Մասիսի մեծն քաղաքապետ Նորայր Հակոբյանը սպասում է, որ այստեղ մի դժբախտ դեպք լինի, մի ողբերգական դեպք լինի, ինչը ես չեմ ցանկանում, նոր արդեն սկսի աշխատանքներ իրականացնել։ Հիմա որ ասեմ նորից կրկնվում եմ, կասեն ասեց Դավիթ Համբարձումյան, քու տեղը շատ լավ երևում է։ Դա նաև ինձ հետ զրույցում նշում են հազարավոր մասիսցիներ, Մասիս խոշոր ասված համայնքի ենթակայության տակ գտնվող վարչական շրջանների բնակիչներ։ Էս ինչա։ Տեսեք, հիմա գետը տեսեք, գետը հիմա վարար չի, բայց չի բացառում, որ գետը վարար է, երկաթե ջրի խողովակները գնում է, դա ջրի համար է, բայց այստեղ այս կամուրջը ինչքան ժամանակ է, երկու անգամ էլ եմ եկել նկարել, խոստացել են, որ աշխատանքները կսկսեն, բայց օդ դուրս եկան։ Մնում է իրոք, մնում է խնդրել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, որ ինքը մի բան անի, փրկի այս ժողովրդին։ Ոչ մի բան չեն արել։ Այս լենթերն էլ էլի լավա ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն գոյություն ունի,
էլի լավա Մասիսի փրկարարները եկել են, այս լենթերը կապել են։ Այստեղ նաև պիտի լինեիր տեղադրված լինեն լուսային անվտանգության փարոսիկներ, որ գիշերը վարորդները երթևեկելուց վերջ հերվից տեսնեն, որ այս կամուրջը զգուշ անցնեն։ Շարժն էլ տենում եք, կա հենա մարդիկ գալիս են ու պիտի Մասիսի քաղաքապետը Հակոբյանը սպասում է երևի, որ մի արտակարգ դեպք կլինի, նոր սկսեն սարքել։